որ փոխվարչապետի պաշտոն են առաջարկել եւ երրորդ նախագահ չբացեց փակագծերը, թե Գիտեք, ես ավելին գիտեմ, քան երրորդ նախագահ ասեց այդ պատմության վերաբերյալ։ Հիմա ես քանի որ այդ process-ի ֆիգուրանտ չեմ եւ հարցը ըստ էության ինչ չի ասեագրված, էլի շատ փակագծեր չեմ բացի։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ներքաղաքական հրադադարի դիմաց փոխվարչապետի պաշտոն չի առաջարկել։ Կնշանակի այդ առաջարկը արվել է իշխանության այնպիսի ներկայացուցիչ կողմից, որը ամենայն դեպս նրանք նման քաշ կարող էր ունենալ։ Հետևաբար ես կարծում եմ իմ սուբյեկտիվ ընկալմամբ մեր գործընկերները լրագրող հարցեր ունեն ուղղելու Կարեն Կարապետյանին, ով այդ փուլում եղել է առաջի փոխվարչապետ, եւ նաեւ հարցեր ունեն նախկին ելքխմբակցության բոլոր падգամավորներին։ Այդ ինչ էր պայմանավորվել 2017 թվականի մայիսից սկսած, մայիս-հունիսից սկսած Նիկոլ Փաշինյանը կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որի անունը Սերժ Սարգսյան չի, որը ոգևորված պատմել էր ելքխմբակցության բոլոր падգամավորներին բացառությամբ մեկի։ Հիմա խնդրեմ, ես նշեցի Կարեն Կարապետյան, ելքխմբակցության падգամավորներ -1։ Մեր լրագրող գործընկերները թողես մարդկանց փոխաբերական իմաստով եմ ասում, հանկարծ ուրիշ կերպ չընկալվի, հետապնդեն իրենց հարցերով, եւ ես ձեզ հավաստիացնում եմ 2017-18 թվականների շատ իրադարձություններ բոլորիս համար ավելի պարզ կլինեն։ Ուղղակի որպես քաղաքական մի հետևություն արձանագրեմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ արտաքուստ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ խնդիր չունեցավ եւ բավականին համոզիչ հաղթանակ տարավ, իշխանությունը այնքան էլ մոնոլիտ չի եղել, ինչքան մեզ կարող է թվալ առաջին հայացքից, ավելին ասեմ, իշխանության մոնոլիտի բացակայություն է եղել, որը նաև որի թիվս այլ գործոնների 2018-ի հիմնական տրիգերներից մեկն է եղել։ Կսահմանափակվեմ այսքանով, իհարկե մի օր առիթ կլինի, ես իմ ունեցած տեղեկատվությունը ավելի լիարժեք կներկայացնեմ։ Իհարկե, կարծում եմ հարցին։ Ընդ որում, կարևոր շեշտադրում հարգելի Ժանա, այս տեղեկատվության աղբյուր ինձ համար ոչ թե հանրապետական կուսակցությունն ու նրա շուրջ եղած գործիչներն են, այլ ելքխմբակցությունը, որի մի քանի падգամավորներ ժամանակին իրենց այդ մտերմություն է անում, ինձ պատմել են, Նիկոլ Փաշինյանը իրենց ինչեր է պատմել։